Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Էռնեկյանի անվան դպրոցի 8-ից 10-րդ դասարանի աշակերտները նախաձեռնել են միջոցառում ու ապրիլ 24-ի հիշատակության այս օրերին նվիրել Մեծն Կոմիտասին։ Այսպես նրանք եւս մեկ անգամ վերհիշում են երգահանի անցած դժվարին ուղին, հարգանքի տուրք մատուցում նրան։ Ալբերտ Սիմոնյանը 12-ամյա Սողոմոնն է։ Այժմ ներկայացնում է վարդապետի կյանքի այն հատվածը, երբ նրան հայերեն չիմացող, բայց ձայնեղ որբ տղային Քյոթայեի վանահայրը Գևորգ կաթողիկոսի խնդրանքով իր հետ բերում է Էջմիածնի հոգևոր ճեմարան ուսանելու։ Եղել է ամենայն հայոց երգի վեհափառը եւ ես եկեղեցու շարականները երբ սովորում եմ, բոլորը համարյա իրանն են, Կոմիտասյան պատարակ, Կոմիտասյան ուրիշ երգեր։ Ես եմ Անտոնի Մոկաց Միրզա։ Մեսրոպ Հովհաննիսյանն էլ 1915 թվականի սարսափները վերապրած Կոմիտասին է ներկայացնում։ Ինչպես նա առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց իր մռայլ ու ծանր խոհերի մեջ, այնպես էլ ես այժմ ինձ այդ վիճակում եմ զգում, ասում է Մեսրոպը։ Ներկայացեցի այն պահերը, երբ արդեն եղերնը ավարտվել, արդեն խելագարված, չգիտեմ, ինձ թվում է ինչ-որ չափով կարողացա եւ շատ, չգիտեմ, չեմ կարող բացատրել ինչքան էլ մեջս հավաքվել է։ Կազմակերպիչների խոսքով միջոցառումն առաջին հերթին դաստիարակչական նպատակ ունի։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի, նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը մեջ բերեցին աշակերտները միջոցառման ավարտին։